Անոր եւ Որդու եւ Հոգուի Սրբո ամեն։ Մեր բոլորին զարգացածը շնորհավոր է։ Ես հատակ նկատած եմ, որ մարդիկ իրար զարգացած շնորհավոր են, բայց նաև նկատած եմ, որ շատ մարդիկ չեն գիտեր, թե ինչ շնորհավոր են եւ ինչու շնորհավոր են։ Ուրեմն այսօր զարգացած է ինչ կնշանակի է։ Զարգացած ոչ թե կնշանակի է, որ ծաղիկը զարգացավ, ինչպես որ դեսնենք, այլ զարգացած կնշանակի, որ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Ուրեմն երբ որ Քրիստոսը իր երկրի վրա իր առաքելությունը ավարտեց, եւ որ արդեն վերջին շաբաթն էր, որ ինքը խաչ պիտի բարձրանար, ուրեմն ամի առաջ, մեկ շաբաթ առաջ, այսինքն որ մենք այսօր նշենք Իրավի օրը, Քրիստոս հաղթական մուտքը գործեց եւ գնաց մտավ Երուսաղեմ։ Մենք գիտենք, որ Քրիստոս 33 տարի ապրեցավ, վերջին 3 տարիները կարոզեց, վերջին 3 տարիները բացահայտվեցավ ժողովրդին, բայց ժողովուրդը իրեն ընդունեց որոշ չափով։ Իրեն ընդունեց, որովհետև հրաշքներ ըրավ, իրեն ընդունեց, որովհետև դիմանքներ բժշկեց, մերելերուն հարություն տվավ, եւ մանավանդ 3, այսինքն զարգացածներ 1 օր առաջ, Քրիստոս ընկեր ուներ, որում անունը Լազարոս։ Եվ սա ամենամեծ հրաշքն էր, որ Քրիստոս գործեց։ Ուրեմն 1 օր առաջ իրեն լուր կուտան, կամ ավելի ճիշտ 4 օր առաջ, իրեն լուր կուտան եւ ասեն, որ դու Լազարոս ընկեր դրած է։ Եվ այդ Լազարոսը արդեն 4 օր էր քերեսմանի մեջ։ Եվ Քրիստոս 4 օր էր որ կուտա, եւ այնտեղ կտեսնե Լազարոսի քույրերը Մարկան եւ Մարիամը, որոնք կուտային, Մարկան իրեն ասավ, եթե դու այստեղ կդայիր, իմ եղբայրս պիտի չմեռներ։ Հիմա այդ պատմության մասին չեմ ուզել ձեզ պատմել, որովհետև երկար պատմություն է, բացապես ասեմ, որ դա վերջին ամենամեծ հրաշքն էր, որտեղ Քրիստոս 4 օրյա քերեսմանի մեջ դրված Լազարոսին հարություն տվավ։ Ամենավերջին չեղավ, ամբողջ իր համբավը, իր անունը տարածվեցավ բոլոր Հրեաստանի մեջ։ Բոլոր մարդիկ ուրախացան, որ իրենք այսպիսի բրգիչ ունի, այսպիսի օծյալ ունի։ Ինչ եղավ ամենև, ուրեմն այսօրվա պես, երբ որ Քրիստոս պիտի երթա եւ պիտի մտնե դաջար, Երուսաղեմ պիտի մտնե, կկանչե իր աշակերտները եւ կսե իրեն նայեցեք։ Պիտի երթա այսինչ քյուղը եւ այնտեղ պիտի գտնեք էշնը իր ավարագին հետ կապված։ Եվ եթե ձեզի մեկը հարցնե, ինչու կառնեք այս էշը կամ այս ավարագը, իրեն ասեք, որ դա իր տիրոջը է։ Տեսեք սիրելիներ, այս պատմությունը նաև մեծ հրաշքն է։ Աստված ծրագիր պատրաստեց իր ժողովրդին։ Պատրաստեց մարդու ստեղծել ի վեր մինչև Քրիստոսի գալը եւ մինչև իսկ այն ավարագը, որում վրա Քրիստոս պիտի նստեր։ Իրավաբար, Ավետարանի չգսե, որ այդ աշակերտները քացին այդ քյուղը եւ տեսան, որ այնտեղ էշն կա կապված իր ավարագի հետ միասին։ Եվ իրավալ, երբ որ քացին, որպեսզի այդ էշ եւ ավարագը արձակեն, իրավալ ներքի եկավ եւ իրենց ասավ ինչ դրեք, ուր գտանեք։ Իրենք ալ ինչպես որ Քրիստոս իրենց ասած է, որ երրորդը դեպք է։ Մարդը համոջեցան, արին էշ եւ ավարագը եւ եկավ Քրիստոսի մոտ եւ այդ օրը եղավ հաղթական մուտքը։ Ինչպես եղավ հաղթական մուտքը։ Մենք բոլորս այսօր նույնիսկ 2025 տարիներ վեր մենք դեր կզարմանանք, որ Աստվածորդիվը, Աստված Հիսուս Քրիստոս
որ ինքը ստեղծեց ամբողջ ստեղծագործությունը, ինքը ստեղծեց մարդկությունը, ստեղծեց ամեն ինչ, ինքը գոչվի արգեն թագավոր, բայց ինքը բարձ թագավոր չէր, ինքը երկինքեն եկած թագավոր։ Լավ, այս թագավորը, երբ որ դաջար պետք է երթա, երբ որ Երուսաղեմ պետք է մտնե, ինչպես պետք է մտնե, իշու ամառակի վրա։ Ճիշտ է, որ այն ժամանակ Մերսեդեսներ չկային, այն ժամանակ Ռոլս-Ռոյսներ չկային, ասանք բաներ չկային, բայց քոնե մենք դարձնենք, ասենք ով դեր, քոնե մեկ հատ գարկ բլար, արջևը այսպես մի քանի ցիրերով, քեզի թագավորի տեսքով երկար մտնեին Երուսաղեմ, Քրիստոս ասել չէ, որպեսզի մարդիկ գիտնան, որ խոնարհությունը ամենեն մեծ գանձն է մարդու համար։ Եվ Աբրահամը օրվերսավ այն մարդը, որ ինձինքը գբարձրացնե բիլիչնե, բայց այն մարդը, որ ինձինքը գխոնարեցնե բիլի բարձրանա։ Եվ որովհետև Քրիստոսի ամբողջ կյանքը խոնարհություն էր, սկսած իր ծնունդեն հասնելով մինչև այսօր նաև Քրիստոսը ընտրեց ամենայն խոնարհությամբ մտնել Երուսաղեմ, իշու ավարակի վրա նստած։ Բայց ժողովուրդը չզարմացավ, գիտեք ինչու ժողովուրդը չզարմացավ, որովհետև Աստված ավելի քան 700-800 տարի առաջ Մարգարեի միջոցով ասաց է, որ ահա քու թագավորը կգա, բայց քու թագավորը պիտի գա իշու ավարակի վրա նստած։ Եվ այսպես եղավ, եւ ժողովուրդը հասկացավ, որ այս է իրենց թագավորը։ Հրյա ժողովուրդը կսպասեր ուրիշ թագավոր, մինչև այսօր հրյաները կսպասեն թագավորը, որ պիտի գա եւ ամբողջ աշխարհը իրենց իշխանության տակ պիտի դրե։ Պիտի գա սուրով, պիտի գա օտարավոր, պիտի գա հրդիով, ինչով պիտի գա, ինչ կսպասեն։ Իրենք կսպասեն այսպիսի Քրիստոսը, որ պիտի գա եւ ամբողջ աշխարհին պիտի հաղթե եւ ամբողջ աշխարհը պիտի հրազանքի հրյա ժողովրդին։ Բայց այսպես չեղավ։ Հրյաները ժողովուրդը, բարձ ժողովուրդը, տեսավ Քրիստոս ավարակի նստած, իրեն ընդունեց, ինչը ցիտերի ջուրեր արին, իրենց հագուստները սկսան փորել Քրիստոսի առջև, արմավերի ջուրեր արին եւ սկսան պարապանել, օրհնյալ է նա, որ կա Տիրոջ անունով, բարձ ժողովուրդը ընդունեց իրեն, բայց համտին գային մարդիկ, որոնք չընդունեցին իրեն։ Ովքեր էին այդ մարդիկը, այն մարդիկը, որոնք կփնտրեին միայն իրենց պարտքը, այն մարդիկը, որոնք կփնտրեին միայն իրենց աթորը, միայն իրենց պաշտոնը, այդ մարդիկ չընդունեցին, ասին, որ մենք ասանք Քրիստոսը չենք ուզել, Քրիստոսը, որ իշու ավարակի վրա նստած ու կա որպես թագավոր, մենք չենք ուզել, մենք զորավոր թագավոր ուզենք, մենք հրաշապար թագավոր ուզենք, գեղեցիկ ձևով եկած, եւ այդ մարդիկը չընդունեցին։ Այսօր սիրելիներ, միևնույն բախտություն, բախտը չէ փոխված։ Այսօր ով կընդունի Քրիստոսը։ Այսօր կընդունի Քրիստոսը, ես, դուք, բարձ մարդիկ, այս երեխաները իրենք են, որ կընդունի Քրիստոսը։ Բայց այն մարդիկը, որոնք նստած են բալակներու մեջ, այն մարդիկը, որոնք նստած են աթոռներու վրա, անոնք չեն ընդունի, չեն ուզել։ Ինչու չեն ուզել, գիտեք, որովհետև Քրիստոսը ասե ինձի պես խոնարհ պիտի ելա, ինձի պես բարձ պիտի ելա, մինչև որ ասե այս երեխաներու պես բարձ չլար, խոնարհ չլար, հավիք չլար, դուք չեք գնալ ինձի նման։ Եվ համար է, որ մենք Քրիստոսի երկրորդ ամուսնը, կամ Քրիստոսի հաղթական ուղտ Երուսաղեմ
մեզի համար շատ կարևոր է, որովհետև ինքը մտավ Երուսաղեմ եւ սրբացուց Երուսաղեմ։ Ինքը մտավ դաջարը եւ մատրեց դաջարը։ Մինչև Քրիստոսի գալը սիրելիներ, դաջարը բղծված է։ Դաջարի մեջ մարդիկ անասուններ կծախեին, դաջարի մեջ բիզնես կնեին, դաջարի մեջ դրամ կփոխեին, նոմայափոխություն կնեին, աղավնի կծախեին եւ այլն։ Քրիստոս երբ որ եկավ եւ տեսավ այս բոլորը, ինչ եղավ, չսավ իրենց բրավո, չսավ իրենց հայրը դուրս եկել, չէ, դեսի ավետարանի չէ, Քրիստոսը խեզարանը արավ, կավազանը արավ, եւ իջավ իրենց ըգեսերը քիլու, չէ Քրիստոսին, ինչպես կավազանը գարնե եւ ամենուն դուրս կվրում, ձեծերով դուրս կվրում, ինչու, որովհետեւ դեսե իմ դունս, որ աղոտքի դուն բիդի հնար, դուք այս դունը վերածեցիք արևդուրի, դուք այս դունը վերածեցիք բիզնեսի, դուք այս դունը վերածեցիք ատոմներու եւ այլն, հիմա խոսին նորեն բիդի սեր խոսիցա, այսքան և բիդի ավակ։ Գշվավորեք ձեզի ձեր ծաղկազարդսիրի, այսօր Քրիստոս իր հաղթական մուտքով մտավ Երուսաղեմ և Երուսաղեմի մեջ թագավորեց, որպես խոնարհ և ազնիվ թագավոր։ Բայց այսօր Քրիստոս մեր դաջարներու մեջ է, մեր այս դաջարի մեջ է։ Բայց նաև Քրիստոս ուզե, որ ինքը մտնե մեր սրտի դաջարները, ինքը ուզե մտնել մեր հոգի մեջ, որովհետև եթե ինքը չմտնե մեր այս հոգի դաջարի մեջ, եկեղեցի մեջ, մենք չենք կրնար իրեն նմանիլ։ Եթե կուզենք իրեն նմանիլ, այսօր կրիսենք ով մեր Տերը և Փրկիչ Հիսուս Քրիստոս, դու որ հասկեր 2025 տարի առաջ եկար, և մտար, և դաջարը սրբեցիր, մաքրեցիր, այսօր ալ եկուր, մտիր մեր դաջարները, մաքրե մեր դաջարները, սրբե մեր հոգիները, որպեսզի մենք կարողանանք քեզի պես խոնարհ լինել, քեզի պես ազնիվ լինել, քեզի պես բարի լինել, որպեսզի կարողանանք մեր բարությամբ, մեր բարիությամբ, մեր աստվածությամբ նմանինք քեզի։ Եվ երբ որ մենք նմանինք քեզի, այն ժամանակ է, որ մենք գնանք լիազորորեն ծաղկազարդ նշել, որովհետև կփոխվի մեր հոգին և կփոխվի մեր միտքը, կփոխվի մեր խիղճը և այն ժամանակ միայն մենք գնանք իրարու սիրել, ինչպես որ ինքը մեզ սիրեց։ Այն քրիստոնյան, որ գիտե սիրել, ուրեմն Քրիստոսի նման։ Այն քրիստոնյան, որ գիտե ներել, ուրեմն Քրիստոսի նման։ Այն քրիստոնյան, որ գիտե ծառայել իր ընկերոջը, գիտե ծառայել իր եղբորը, գիտե